բարև հայ մարդ, բարև մարդկություն։ Հայր ջան, ուրեմն այնքան հեշտ է հաղթանակի հասնելու համար, շատ հեշտ է, ուղղակի դուք պետքա լսեք ինձ, ովքեր որ տարբեր տեսակետներ ունեն, կարող են ներկայացնել, պատրաստ եմ բոլորի հետ բանալիճելու։ Ես վստահ եմ, որ հաղթանակը շատ հեշտ է։ Հայր ջան, ուրեմն ես կոչ եմ անում բոլորիդ պայքարել ստրկության դեմ։ Ուրեմն ես հանդես եմ գալի այս գաղափարով, որ հայ մարդ պայքարի ստրկության դեմ։ Հայր ջան, ուրեմն տեսեք, ձեզ շատ հիմա այս պահին բոլորին պահում են ստրուկի կարգավիճակում, բոլորին։ Եթե անգամ չի ստացվում, բայց փորձում են պահել ստրուկի կարգավիճակում, մարդիկ կան գիտակցում են, մարդիկ կան չեն գիտակցում, ուրեմն շատ կարևոր է, որ մարդ լինի արժանապատիվ, չվաճառվող, լինի մարդ, հայ մարդ։ Կարևորությունը նա է, որ չվաճառվի, դուք գալստուկներին, կոստյումներին մի նայեք։ Նախ փորձեմ կարճ ներկայացնել, դուք կարող եք ինձ հարցեր գրել, ես պատրաստ եմ հարցերին պատասխանել։ Ինչպես նաև շատ են խնդիրները, եթե ես հիմա դա այդ խնդիրները թվարկեմ, վաղը ևս մեկը կավելանա, կամ մի ժամ հետո ևս մեկը կավելանա։ Այսինքն ես առաջարկում եմ մոդել, որով խնդիրները պետք է լուծվեն։ Ուրեմն ես չեմ վաճառվելու, սա շատ կարևոր է։ Ես պայքարում եմ արդարության, արժանապատվության, հայ մարդու արժանապատիվ ապրելու, հայրենիքի զարգացման, հզորացման համար։ Ես պատրաստ եմ ցանկացածի հետ բանալիճելու։ Ու շատ հետաքրքիր է, որ ինձ եթերներ չեն տրամադրում ոչ մեկը։ Նաև իմ միակ, այսինքն հենակետը, ում վրա որ հենվում եմ, դա հայ մարդն է։ Արդար, արժանապատիվ, արդարամիտ մարդը։ Ուրեմն ես պայքարում եմ արդարության, մարդ մնալու, մարդ տեսակի համար։ Ես վստահ եմ, որ եթե 100 հոգի, շատ չէ, այդ որ տենց գոռում գոչում են, ուրեմն եթե 100 հոգի մարդ համախմբում լինի գաղափարի շուրջ, հաղթանակ լինելու է։ Հաղթանակը միանգամից չի լինելու, հաղթանակը քայլ առ քայլ փուլերով լինելու է։ Եթե դուք ինձ հետևեք, իմ խորհուրդներին հետևեք, լինելու է միանշանակ հաղթանակ։ Ես երաշխավորում եմ, որ լինելու է հաղթանակ։ Դուք տարբեր ձևերով կարող եք ստուգել իմ մարդ տեսակը, ես թաքցնելու ոչինչ չունեմ, Ես իմ նպատակը, որ լինի արդարություն, արժանապատվություն, որ հայ մարդը արժանապատիվ, լավ ապրի իր հայրենիքում։ Հայր ջան, շատ կարևոր է լինել գիտակից մարդ և չվաճառվի, որ տվյալ անձը չվաճառվի, արժանապատվությունը չվաճառվի։ Մարդիկ կան, ովքեր կոստյում շալվարով են, բայց իրենց արժանապատվությունը վաճառել են, բայց ես գումարով եթերներ չեմ անում։ Նաև շատ կարևոր է այդ ում որ դուք լսում եք, շատ կարևոր է հասկանալ, թե նա որտեղից է ֆինանսավորվում։ Դուք հասկացեք, որ մարդ ու նաև ինչ միտում ունի, ինչ շահ ունի, որ ամեն օր մտնում է եթերներ ու խոսում է։ Դուք այդ ամեն ինչը պետք է հասկանաք, այդ հարցերը տաք։ Ասենք ինչի համար ձեզ չեն տալի, նրան են տալի։ Հասկանում եք։ Ես հավատացած եմ, ես վստահ եմ, որ լինելու է հաղթանակ։ Եթե
համախմբում լինի գաղափարի շուրջ, թեկուզ 100 հոգի, 10 հոգի, մի հոգի, դա կապ չունի քանակը, այսինքն համախմբումը քիչ-քիչ է լինելու։ Նաև կխնդրեմ, որ դուք տարածեք իմ անունը, ես չեմ վաճառվելու, ես պաշտոնի չեմ ձգտում, իմ նպատակը որ հայ մարդը հաղթի։ Կարա, եթե իզից ավելի խելացի, ավելի գիտակից մարդ կլինի, պատրաստ կլինի, որ ծառայելու հայրենիքին հայ մարդու, ոչ թե ստի, ակնհայտ ստի, ես պատրաստ եմ նրա կողքը կանգնելու, ես պաշտոնի չեմ ձգտում, ես գիտակից մարդ եմ, ցանկանում եմ, որ ծառայեմ հայրենիքից, հայ մարդուն, այսօրվան, վաղվա օրվան ապագային։ Հասկանում եք։ Հայ ջան, ուրեմն խնդրեմ, որ ես պատրաստ եմ առաջնորդելու, ես ոչ թե պաշտոնի համար առաջնորդելու, այլ առաջնորդելու որպեսզի լինի հաղթանակ։ Իմ նպատակը որ հաղթի, հայ մարդը հաղթի։ Այս արկա այս տրագեդիայից, որ մեզ գցում են ու ամեն օր որ գցում են, դուրս գանք այս տրագեդիայից։ Հասկանում եք։ Ուրեմն կուսակցությունները ստեղծված են, ստեղծվում եւ ստեղծված են մարդկանց պարտակելու համար։ Հայ մարդը պետք է համախմբի գա, եթե մենք կարողանանք այդ մարդկայինը մենք այդ համախմբում իրականացնենք, մարդկայինով, մենք մարդ ենք։ Մարդկայինով եթե մենք համախմբում իրականացնենք, կլինի հաղթանակ։ Մեզ պետք է որ հայ մարդը համախմբի գաղափարի շուրջ։ Սա ես առաջարկում։ Ուրեմն կուսակցությունները պառակտում են։ Ի սկզբանե կուսակցությունները պառակտման միջոց են։ Իրանք ստեղծված են պառակտելու համար։ Ես առաջարկում եմ գաղափար, որ գաղափարի շուրջ համախմբենք, մարդկայինի շուրջ համախմբենք, մարդասիրության շուրջ համախմբենք, մարդկային հարաբերությունների շուրջ համախմբենք, մեկս մյուսի օգնելու, ոչ թե մեկս մյուսի վատաբանելու, վնասելու, հասկանում եք։ Ինձ պաշտոն պետք չի, ինձ պետք է մարդ մնա, ես ի սկզբանե ստեղծված եմ որպես մարդ, ես մինչև վերջը մարդ եմ մնալու։ Օրինակ մարդ կա, իր արժանապատվության համար զոհվում է կամ մեռնում է, չէ՞։ Դա էդի, այսինքն, գիտես ոնց, բայց մարդիկ կան, որոնք վաճառվում են փողի դիմաց։ Ու ինչ են անում, ակնհայտ գումարը վերցնում եւ հանրությանը ստում են, ակնհայտ ստում են, մանիպուլյացնում են, տանում են կործանման։ Ու տեսեք, այդ դաշտում արկա ոչ մի ինչ-որ գործիչ ինչ չի առաջարկում, եթե չի տալի, այսինքն բանավեճեր չի առաջարկում, որ բանավիճ եմ, չեմ ցանկանում, որ իմ տեսակետը ներկայացնեմ հանրությանը, հայ մարդուն։ Ուրեմն հայ ջան, տարածեք իմ խոսքը, իմ անուն ազգանունը տարածեք, ես ասում եմ 10 հոգով, 100 հոգով, եթե համախմբում լինի գաղափարի շուրջ, իմ գաղափարի շուրջ, եթե դուք եք առաջարկում, եթե այսինքն արդար գաղափարը, ես պատրաստ եմ գամ ձեր կողքը կանգնեմ։ Ես նաև նախորդ եթերում ասի, կարևոր է օրակարգ առաջ քաշել։ Ուրեմն օրակարգը սա է, այս իշխանություն կոչվածը, որ ասում են իշխանություն, անունը դրեք հանցավոր ռեժիմ, իրականում սա հանցավոր ռեժիմ է։ Դուք անվանեք հանցավոր ռեժիմ, ուրեմն հաղթանակը փուլ է լինելու։ Միանգամից հաղթանակ չեմ բերելու ձեզ հաղթանական, այսպիսի հաղթանակ չի լինելու։ Ես առաջարկում եմ փուլ հաղթանակ։ Դուք առաջ քաշեք օրակարգ։ Ուրեմն ես առաջ եմ քաշում օրակարգ։ Հայ մարդ, պայքարի ստրկության դեմ։ Իմ խոսքը ուղղված է նաև այն մարդկանց, ովքեր 5000-ով, 7000-ով, 8000-ով, 10000-ով աշխատում են։ Նրանք գտնվում են ստրուկի կարգավիճակում։ Նրանք գտնվում են, ես պատրաստ եմ, այն ովքեր որ անարդարությունից տուժել են, իմ համարն եկա էջումս, ով ինչով կարող է նաև թող աջակցի, որովհետև ես քանի որ այսինքն ինձ դնում են այն կարգավիճակում, սոցիալապես վատ կարգավիճակում, որպեսզի ես գնամ նրանց մոտ որպես ստրուկ աշխատեմ, այսինքն իմ արժանապատվությունը վաճառեմ, նրանք ինձ գումար տան ու ասեն, թե ես ինչ անեմ, ես դրան պատրաստ չեմ։ Ես ակնկալում եմ աջակցություն, փոխադարձ աջակցություն, ես աջակցում եմ հայ մարդուն, հայ մարդը աջակցում է ինձ։ Առանց որևէ շահադիտական նպատակների, նպատակը, որ հայ մարդը
եւ հայրենիքը զարգանա, հզորանա, ապրենք արժանապատիվ, մարդկային կյանքով ապրենք։ Ես դա եմ առաջարկում։ Ես ակնկալում եմ այդպիսի մարդկանց աջակցությունը ինձ։ Այն ովքեր որ պետք է ինձ գումար տան եւ ասեն թե ես ինչ անեմ, ես դա չեմ անի։ Ինձ դա պետք չի, ես սոված կմնամ, բայց չեմ անի։ Հասկանում եք։ Ես դրան պատրաստ չեմ։ Եթե դուք հայ մարդ, եթե դուք հենվում եք իմ վրա, իմ խոսքի, իմ անձի վրա, ես էլ հենվում եմ ձեր վրա։ Ես լինում է հաղթանակ։ Սա է բերում հաղթանակի։ Եթե դուք հիմա ստանում եք 100,000 ֆինանսավորում կամ 1 միլիոն ինչ-որ գումար, որ ինչ-որ գործողություններ անեք, ես ձեզ այդ մասով չեմ մեղադրում։ Ձեզ դրել եմ այդ կարգավիճակում։ Ես առաջարկում եմ, որ դուք ինձ լսեք, հետևեք, տարածեք ինչ-ինչ ձևերով, դուք այդ 1 միլիոնի փոխարեն կստանաք 2 միլիոն։ Ոչ թե դուք փողոց դուրս գաք, գոռաք, չգիտեմ ինչի, այդ փուլն է կգա։ Այդ փուլն է կգա։ Դուք կարող եք տանը նստած հաղթանակ եք։ Հաղթանակը նորից եմ կրկնում, փուլ առ փուլ է լինում։ Գիտակցության հաղթանակ է լինում։ Մենք առաջնային պետք է հաղթենք գիտակցությամբ։ Եթե գիտակցության հաղթանակ եղավ, եթե եղավ գիտակցության հաղթանակ, սա արդեն հաղթանակ է։ Այսինքն տարբեր հաղթանակներ են լինում։ Հասկանում եք։ Ուրեմն շատ-շատերին դրել ենք ստրուկի կարգավիճակում։ Ես այլընտրանքն եմ, որը որ դուրս է բերելու այդ ստրուկի կարգավիճակից։ Լսելով ինձ, դուք համախմբում իրականացնելով այդ գաղափարի շուրջ, իմ նաև անձի շուրջ, իմ անձը տարածեք, իմ անուն ազգանունը տարածեք, կոչ արեք, որ ինձ լսեն։ Ձեր բարեկամներին, ձեր ծանոթներին հնարավորինս չափ տարածեք, որ ինձ լսեն։ Գյուղերում, ցանկացած վայրում, աշխարհի ցանկացած կետում։ Ես պատրաստ եմ այսինքն ես գաղտնիք չունեմ, ես ոնց կամ պատրաստ եմ ներկայանալու հանրությանը հայ մարդուն։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Ինչի միջով անցել եմ, ես պատրաստ եմ ներկայացնելու հանրությանը։ Ես տոր չեմ, տականք չեմ։ Ես արժանապատիվ հայ եմ, որը որ այս հանրային խոսքը չի վաճառում։ Սա շատ կարևոր է։ Հանրությանը չի ստում, հայ մարդուն չի ստում։ Ես ասում եմ, դուք տանը նստած ինձ լսելով։ Կապ չունի, որ դուք ում կողմից եք ֆինանսավորում ստանում։ Դուք ինձ որ լսեք, այդ ֆինանսավորումը կշատանա։ Այդ տականքների ֆինանսական ծախսը կմեծանա։ Ուրեմն շատ խնդիրներ կա, չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, ես գաղափար եմ առաջարկում։ Գաղափարը սա է, որ դուք տունը նստած հաղթեք։ Այսինքն հաղթանակները տարբեր ձևերի են լինում, նաև գիտակցության հաղթանակ։ Եթե դուք ուզում եք հաղթեք իրականում, դուք պետք է գիտակցությամբ առաջինը հաղթեք։ Շատ խնդրեմ տարածեք։ Դուք ձեզ եք օգնում։ Դուք իմ խոսքը տարածելով, դուք ձեզ եք օգնում։ Փոխադարձ, նաև ինձ եք օգնում, որտեղ ես ուզում եմ լինի արդարություն, արժանապատվություն, հայրենիքը զարգանա, սա է իմ շահը, հասկանում եք։ Ես նաև պատրաստ եմ ամեն օր եթերներ անելու, ուղղակի ինձ, քանի որ դրել եմ ֆինանսապես ծանր վիճակի մեջ, ես այն առօրյա հարցերը, խնդիրները լուծելու համար, ես գնում աշխատում եմ։ Բայց եթե հանրությունը այն ովքեր որ հավատում են իմ տեսակին, իմ խոսքին, այսինքն եթե դուք ինձ աջակցեք, ես եմ գիտակցությունը, այն խոսքը, որ դուք իրոք ձեզ պետք է, ուզում եք լսեք, ես դա պատրաստ եմ մատուցելու։ Եվ կշահեք եւ դուք եւ ես։ Հասկանում եք։ Մեկ էլ սա էլ է շատ կարևոր։ Եթե ձեզ ինչ-որ գումար են տալի, ինչ-որ օգնություն, ինչ-որ տենց տարբեր մանիպուլյացիաների մեջ են մտցնում, ուրեմն իմացեք, իրանք 1 միլիարդ են թալանում, ձեզ ինչ-որ փշրանքներ են տալի, միշտ հիշեք, միշտ ձեզ շահագործում են։ Եթե դուք մտածում եք, որ դուք ինչ-որ մի ավել բան վերցրեցիք, չէ, դուք միշտ պարտվում եք, ձեզ միշտ փշրանքներ են տալի, ու ձեզ
օգտագործում են, ձեզ այդ մի հարցով թվում է, որ աջակցում են, այլ հարցերում ձեզ ստորացնում են, ձեր արժանապատվությունը նվաստացնում են, սա է։ Ու նաև ձեզ ինչ-որ որ աջակցություն են թվացյալ տալի, ձեզ մեկ այլ, այսինքն դրդում են ինչ-որ ինչ-ինչ գործողությունների, հասկանում եք, այնպես որ ձեզ շահագործում օգտագործում են, ձեզ չթվա, որ ձեզ պատահական են տալի, հասկանում եք։ Ես ասում եմ, որ սա եմ առաջարկում, որ հայ մարդը պետք է արժանապատիվ լավ ապրի, սա է իմ առաջարկը, սա եմ առաջարկում ես, բաց բան չի։ Դուք հայ մարդուք հենվում եք իմ վրա, ես հենվում եմ ձեր վրա, միասին աշխատում ենք փոխադարձ։ Ուրեմն լավ մնացեք, տարածեք, ով որ լսում գիտակցում, ով որ ընդունում է իմ խոսքը, նաև պատրաստ եմ դուք կարող եք հարցեր գնել, ես պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել։ Լավ մնացեք, տարածեք, առայժմ այսքանը։